Քիչ է մնում այսահարվի Ռուբեն Ռուբինյանը։ Դուք լուրջ հիմա այդ հարցը ինձ տվեցիք։ ԱԺ փոխնախագահը բորբոքվել է Արծվիկ Մինասյանի հարցից։ Բայց կա Հայրենիքի պաշտպանության համար զոհված ՔՊԱ-կաններ կան։ Ապշում եմ էլի, ոնց կարելի է այդպես հարց տալ, հա։ Հետո Ռուբինյանը նախընտրում է ոչ թե ապշած մնալ, այլ լինել չլսած։ Կհամարեմ, որ չեմ լսել ես այս հարցը։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների անուններ չեն հնչեցնում ԱԺ ՔՊԱ-կանները, որ պնդում են բանակի օրվա նախորդ օրը հունվարի 27-ը պետք է լինի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Պետք է օրենքով ամրագրվի Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի առաջարկը, որի մասին ասում են մի օր սքալու հաջորդ օրը տոնելու նախաձեռնություն։ Հունվարի 27-ին կհիշատակենք եւ կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ եւ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի եւ մեր վճռականության խորհրդանիշ արդեն հունվարի 28-ին գիաթոք տոնենք բանակի օրը կամ ինչպես պարոն Նազարյանն է ասում, առաջին օրը կնշենք, կհիշատակենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն առաջարկել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը նշել ժողովրդի ասած սփխեչին հաջորդող մեռելոցին։ Սկզբում իշխանականները դեմ չեն եղել, այսօր հայտարարում են, որ համաձայն չեն, նկատում է Արծվիկ Մինասյանը։ Ի տարբերություն իմ նման միամիտ մարդու, որը որ հավատում էր, որ հնարավոր է գալ կոնսենսուսի, փաստորեն ես սխալվեցի, հնարավոր չի այդպիսի կոնսենսուս ձևավորել։ Ով եւ ինչ է շշնջացել Ռուբինյանի ականջին։ Եվ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների մեծ մասը հետեւյալ պատճառաբանությամբ այդ տարբերակը մերժել է, որ կստացվի, որ օրը լինելու է շարժական, եւ բ կստացվի, որ այն կհամընկնի մեռելոցի հետ, որը բոլոր ննջեցյալներին է վերաբերում եւ չի լինի, այսինքն խորհուրդը։ Հիմնավոր չեն Ռուբինյանի պատճառաբանությունները Մինասյանի համար։ Դուք ձեր նպատակը դրել եք մեկ քարոզչական, դրա համար ապալ-թապալ ասում եք այս հունվարի 27-ին նշենք։ Չի սխալվում ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղարը։ Իշխանականներն այնքան են ուզում բանակի տոնին նախորդող օրը դարձնել հիշատակի օր, որ փոփոխություններ են արել օրինագծում։ Եթե առաջին ընթերցման ժամանակ օրենքեր դառնալու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, ապա հիմա պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։ Շատ լավ է, որ ժամանակային փոփոխություն ա եղել, որպեսզի մի տարի չանցնի եւ այս տարի եւս կարողանանք այցելենք մեր զոհվածներին։ Այսինքն Նազարյան, եթե այս օրենք չընդունեք, չենք այցելելու նահատակին։ Օրվա կարևորությունը շատ ավելի կարևոր է եւ եւս մեկ առիթ է։ Դպրոցներից փառքի անկյուններ հանած իշխանությունը հանկարծ հիշել է հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հարգելու անհրաժեշտության մասին։ Եթե տենց օր կա, պատշաճ պիտի պատրաստվես, պատշաճ միջոցառումներ պիտի նախաձեռնես։ Այդ ո՞նց պիտի հասցնեք թե նախապես արդեն հրահանգավորել եք բոլոր հաստատություններին, որ պատրաստվեք ամսի 27-ին։ Դա իր իշխանության չարաշահումք դառնա։ Հայաստան խմբակցության քարտուղարը դեմ է քվեարկում նախագծին։ Խիստ է սպտնեղում Ռուբեն Ռուբինյանը։ Շատ լավ, դեմ քվեարկեք, ցավում եմ։ Իրոք ցավում եմ, որ կոնսենսուս չի լինի։ Շնորհակալություն։ Արուսյակ Ջուլհակյանի համար հեչ, որ ցավերի մեջ է թիմակիցը։ Ալփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անիրանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։